Եթե ինձ եք մոտիկանում, ես չեմ խոսալու, որովհետև ես որ խոսամ, ես գիտեմ, որ ինձ մի ժամ հետո կհավքեն։ Բոլորը այդպես են ասում, բայց ինչի եք վախենում, չեմ հասկանում։ Ես երբեք շատ կներեք ոչ մեկից ոչ վախենում եմ, ոչ էլ վախեցել եմ, իմ անունը Շռամ է։ Բայց ես երբեք միկրոֆոնով չեմ խոսում, ոչ մեկի հետ չեմ հարցազրույց չեմ։ Հարգելի Շռամ, բա Արցախ ոնց ենք վերադառնալու։ Երբ որ թափթփուկները կվերանային Հայաստանից, վաղ կվերադարձնենք։ Իշխանությունների նկատի ունեք։ Թափթփուկներին։ Մենակ իշխանությունում կա, ներքևն էլ այսօր ձեր աշխով էլ ահագին թափթփուկ տեսակ։ Երկրապահի մեջ։ Ոչ մենակ Երկրապահն է։ Ինձի մի խոսրեք, հա, ես ասել եմ, ինձի մի խոսրեք։ Սաղ տեղը թափթփուկ կա, երկրապանը տե կապ չունի, երկրապան ոսկի տղեր կան լիքը։ Ժողովրդի մեջ էլ լիքը կան։ Բացի դրանից ես բայց թափթփուկներ էլ տեսա։ Այսօր բա ժողովուրդը հույսը չդնի երկրապահի վրա, որ դու Ժողովուրդը հույսը թող դնի երկրապահի վրա, բայց թող սկզբում ժողովուրդը վերացնի թափթփուկներին, ոչ թե ասի համար մեկը Ղարաբաղ կա, թե չկա, Ղարաբաղցի կա, թե չկա, ասես։ Ղարաբաղը հայտարարվել է Ադրբեջանի մասին, ինչ անեք։ Դա հայտարարողին հարցրեք, տեսեք ինքը ինչի համար է տես ասել։ Հայտարարողը իր կողմից այդ հայտարարությունը արել, որը որ ժողովուրդը չի հայտարարի։ Երբ որ ժողովուրդը կամասնվեր կա հայտարարեն Ղարաբաղը Ադրբեջանը։